Ինձ խփած կաս։ Сначала побьем его. Հա, լսի էստեղի այ տղա։ Դուք չգիտեք ով է կանգնած ձեր դեմը, մեկ քայլել անեք կփոշմանեք դուք վերջը։ Խփած կաս։ Պապայիս կասեմ, ինձ մի խփեք, հետո նոր տեսեք, թե ինչ կլինի ձեզ հետ։ Պապայիս կասեմ, ինձ մի խփեք, ինձ մի խփեք։ Ինձ խփած կաս։ Լավ ջղայն ասած կա։ Լավ ջղայն ասած կա։ Լավ ջղայն ասած կա։ Չէ, իրականում չէ, խփած չկաս։ Ուր թռավ Լևոն Քոչարյանը, փոքրիկ իշխանը, խոսած փախավ, ուրեմն Լևոն Քոչարյանն էլ։ Ես առասարակ հեն կարծիքին եմ, որ երեխաներն իրանց ծնողների արարքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ որ երեխաներն իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու։ Ուրեմն լսի Լևոն Քոչարյան, ուշադիր լսի, ականջները ձգի ու լսի։ Այդ որ գալիս է այդտեղ ծեծերից ես խոսում։ Ինձ խփած կաս։ Ինձ խփած կաս։ Սրան այսպես քաշ քշեցին, ինձ մեքենայի մեջ վայ քաշ քշեցին, թևերս ցաված եւ այլն։ Կգնաս հորդ կհարցնես այդ ո՞նց էր ելնում, որ մարդկանց զուգանում ծեծում էին ու էլ զուգանից դուրս չէին գալի։ Կգնաս հորդ կհարցնես ո՞նց էին մարտի 1-ին դիմը հարկարակով մարդկանց սպանում փողոցներում։ Կգնաս հորդ կհարցնես ո՞նց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27։ Կգնաս հորդ կհարցնես ո՞նց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ։ Կգնաս հորդ կհարցնես ո՞նց էր ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ։ Կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում։ Այսքան հարց կա, դու պապայիդ ինչ ես հարցնում, այ տղա։ Ինձ խփած կաս։ Այսքան հարց կա, դու պապայիդ ինչ ես հարցնում, այ տղա։ Ինձ խփած կաս։ Ինձ խփած կաս։ Ты хочешь, чтобы я тебе заехал? Точно, удиви меня. О, зараза, ты же двинул мне в ухо. Нет, все нормально. Այս ամբողջ ծերի մեջ, որ երկար տարիներ տարածվել է հորս հետ կապված, հորս մասին, ես հո լավ գիտեմ ճշմարտությունը, ես հո լավ գիտեմ իր տեսակը։ Ու այստեղից ուզում եմ ասել, պապ ջան, ես քեզնով հպարտ եմ։